Երևանի կարևորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը Կիևյան կամուրջը այս օրերին հիմնանորոգվում է։ Տասնամյակներ շարունակ կուտակվել են տեխնիկական խնդիրներ, եւ հիմա դրանց լուծման նպատակով լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ Հիմնանորոգման անհրաժեշտությունը պարզ է դարձել այս տարվա սկզբին, երբ Երևանի քաղաքապետարանը տեխնիկական ուսումնասիրության է ենթարկել մայրաքաղաքի բոլոր կամուրջային կառուցվածքները։ Արդյունքում պարզվել է, որ Կիևյան կամուրջը լուրջ վերանորոգման կարիք ունի։ Ունենալով կարգավիճակը, այսինքն թե ինչ վիճակում է գտնվում Հրազդանի մեծ կամուրջը, որոշվեց այն հիմնանորոգել, որովհետև ունեին խնդիրներ, որոնք պահանջում էին լուծում։ Պլանավորումը այնպես արվեց, որպեսզի աշխատանքները կատարվեն այս ամառվային սեզոնին, որովհետև քաղաքի մի որոշ հատված գտնվում է արձակուրդային ռեժիմում։ Հիմնանորոգման ընթացքում ամբողջությամբ ապամոնտաժվել են հին ասֆալտբետոնե ծածկը, դեֆորմացիոն կարերն ու կոմպենսատորները։ Իրականացվում է նաև մալուխների լուսավորության սյուների մալուխների մոնտաժում։ Առաջին անգամ Հայաստանում կիրառվելու է ագրիշով տեսակի նյութը դեֆորմացիոն կարերի հատվածում։ Ներկայում իրականացվում են նաև նոր ջրահեռացման համակարգի, ջրամեկուսացման, բազալտե սալապատման դիտահորերի, խողովակաշարերի եւ այլ ինժեներական ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ։ Շինարարներն ընդգծում են, որ աշխատանքները չեն սահմանափակվում միայն երթևեկելի հատվածով, վերանորոգվում են նաև մայթերը, բազրիկները, կամրջի ստորին կառուցվածքները։ Հենասյուները, ճաղավանդակներն ու կամրջի պատմական տեսքը պահպանվելու են։ Կիևյան կամրջի վերջին խոշոր հիմնանորոգումը կատարվել է դեռևս 1970-ականներին։ 2004-2005 թվականներին էլ են կատարվել նորոգման աշխատանքներ, բայց դրանք այս ծավալի չեն եղել։ Այն ինչ որ հիմա տեսնում եք, այդքանով չի ավարտվում աշխատանքները եւ սա չի ամբողջ աշխատանքների բնույթը։ Իսկ միայն երթևեկելի մասի չի։ Ներկայումս ինչպես աշխատանքներ կատարվում են կամուրջի այս հատվածում, նաև ստորգետնյա հատվածում են, այսինքն ներքևի հատվածում են աշխատանքներ կատարվում, որպեսզի կամուրջը համարենք, երբ որ ավարտենք ամբողջովին հիմնանորոգված։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 460 միլիոն դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է Երևանի բյուջեից։ Թեև նախնական ժամանակացույցով երթևեկությունը նախատեսվում էր վերականգնել օգոստոսի վերջին, սակայն աշխատանքներն արագ են ընթանում, եւ դրա շնորհիվ կամրջի երթևեկելի հատվածը նախատեսվում է բացել շատ ավելի շուտ, օգոստոսի 15-ին։ Մինչև մենք օգոստոսի 15-ին նախատեսում ենք երթևեկելի բոլոր գոտիների բացմանը, դրանից հետո մենք շարունակելու ենք արդեն հիմնականում կամրջի տակի աշխատանքները մինչև դեկտեմբեր։ Քաղաքապետարանից վստահեցնում են, Կիևյան կամրջի հիմնանորոգումը մայրաքաղաքի կամրջային տնտեսության արդիականացման առաջին խոշոր փուլերից է։ Այս տարվա ընթացքում նախատեսվում է սկսել նաև Լամբադա կամրջի հիմնանորոգումը, իսկ հաջորդ տարիներին աշխատանքները կշարունակվեն Երևանի մյուս կամրջային կառույցներում։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։